Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10,000 դրամով։ Ինչ եք կարծում, դա ինչ-որ կապ ունի գալիք ընտրությունների հետ։ Հա։ Ինչու՞։ Որովհետև ժողովրդին ինքը կօգտագործե։ Ինքը լավ բան չի ene մեր երկրի համար, ազիզ ջան։ Դե իր ընտրողը ընտրելու է, չընտրողը չի ընտրելու։ Էդի կապ չունի, բարձրացրեց, հացրացնել է։ Ով իրան ընտրեց, ընտրելու է, ով չէ։ Որ տեղյակ եմ ինչ։ Էդի վախից է ամելցնում, թե ոնց։ Հա։ Կարծում եք քաղաքական պայքարի համար է բարձրացել։ Հա, 100% առանց կասկածելու։ Բայց մինչև այդ ինքը ասում էր, որ թոշակ ինչ անում տարիքով մարդը։ Ինչու հիմա ավելացրեց։ Որպեսզի ասենք ձայն հավաքի։ Այն ով որ ասենք հավատում է իրանց, ձայն տալ որ իրոք ասենք ավելցրել են թոշակը։ Էս նոր, հա, ես հասկանում եմ, ընտրությունների ժամանակը մի անգամից բան արես, ես մի անգամից ասես 1000 գրամ, հետո մի անգամից, ես նայում եմ, մի անգամից 10,000, տարբեր բաներ այլի ես թոշակի աշխով եմ, չեմ գիտա։ Ժողովրդի մեծամասն ասում են ընտրակաշար կա, բայց դե ամեն մարդ իր հայացողության վրա, բարձրացնում է, չի բարձրացնում, մենք ով ենք որ որոշենք։ Չգիտեմ, բարձրանա թե չբարձրանա։ Ինչի։ Տենց։ Չեք հավատում։ Հավատում եմ, բայց ինչ արած։ Էդ էլ փող չի։ Դե որ ուզեց հերա տենց անել, ուրեմն մի բան կա էլի։ Այս ընթացքում չպետք է արվեր։ Պետք է արվեր նախորոք, հանգիստ խղճոք կամ բան էլի։ Էդ էր ամեն ինչը։ Եվ այս ընթացքում ամեն ինչը խապուսիկ ձև է ստացվում։ Չես կարող համոզել, որ վերջը ինչ անելու։ Անում էր ժամանակին անի, հասկանային, ասեին, որ իսեցա։ Հիմա այս երկու մոմենտը թանկացր ապրակները բարձրացա 10 ռուբլով, գնա վերջում ասա, գիտեք ինչ կա, ֆինանսը, դու մտածի, որ ժողովրդի պարտքերը փակի, ուրիշ պետության պարտքերը փակեց, որ կարող է բնակիչը իր գոյատևելով ապրի։ Փաշինյանը տեսա, որ ժողովուրդը լնում է ոտքի, ստիպված իրանից վախենալով թոշակները բարձրացրեց մի 10,000 դրամով։ Թող շուտ աներ այդ բանը, որ ժողովուրդը չլներ ոտքի, չասեն բանը գալիս է ընտրություններ, նոր այդ բանն անում են։ Պետք է շուտ անեին ամեն ինչը։